Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին պետք է քննարկենք շատ կարևոր հարց եւ դա այդպես կոչված թյուրքական բանակի եւ թյուրքական ՆԱՏՕ-ի թեման է, որը ակտիվորեն քննարկվում է թուրքական տարբեր ԶԼՄ-ներում, վերլուծական կենտրոններում, ինչպես Թուրքիայի, այդպես էլ Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի Հայաստանի համար, հայ ազգի անվտանգության համար սա կարևորագույն հարց է եւ համոզված եմ, որ մենք ձեր հետ միասին անպայման պետք է մանրամասն վերլուծենք եւ հետևենք այս զարգացումներին։ Հիշում եք, որ երբ ես սկսեցի այս հալիքը, իմ նպատակներից մեկը ես արձանագրել էի, որ մենք ել ավելի մանրամասն ուսումնասիրենք հենց թուրքական միության ուղղությամբ զարգացումները, որը ես համարել եմ, որ շատ ոչ բավարար ձևով է վերահսկվում եւ վերլուծվում հայկական լրատվական եւ վերլուծական դաշտում եւ շարունակում եմ դա պնդել, ուստի մենք ձեր հետ միասին անպայման սա այս ուղղությամբ նաեւ կարևոր հիմա քննարկում ենք ունենալու, նախապատրաստել եմ հետաքրքիր փաստեր այս ուղղությամբ։ Սկսենք նրանից, որ 2022 թվականի հունվարին, երբ Ղազախստանում ցույցեր տեղի ունեցան, դա նաև ցույց տվեց, թե ինչքանով թյուրքական այդ պետությունները ունեն կախվածություն օտար համակարգներից կամ տարածաշրջանային կայունացման համակարգներից եւ ՀԱՊԿ-ը այդ ժամանակ ուղարկեց նաև իր խաղաղապահ զորքեր Ղազախստան։ Ես դա այն ժամանակ էլ համարեցի, որ իրականում նպատակ ուներ ռուսական վերահսկողության այսպիսի մեխանիզմ, որ դա լիներ եւ ցույց տար, որ Ռուսաստանը կարողանում է ազդել նաև այդտեղ կարևոր քաղաքական, ներքաղաքական զարգացումների վրա, այսինքն որ Ղազախստանը Ռուսաստանի ազդեցության գոտի է, բայց դա կտրուկ սկսեց փոխվել։ Դեռ այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական պետությունների կազմակերպությունը նիստ կայացրեց եւ հայտարարեցին, որ պատրաստ են Ղազախստանին օգնել։ Այսինքն առաջի անգամ, երբ Ղազախստանում հարց եղավ, ոչ թե միայն Մոսկվան եկավ ճակերտներում օգնելու ուրեմն Ղազախստանին, այլ առաջի անգամ եկավ նաև Թուրքիան, ասելով, որ ես պատրաստ եմ օգնել, ես պատրաստ եմ զորք ուղարկել, եթե դա պետք է։ Եվ բոլորը այդտեղ շատ լավ հասկացան, որ տարածաշրջանում սկսում է ազդեցության մրցակցություն Ռուսաստանի, Չինաստանի իր կողմից եւ Թուրքիայի միջև։ Նաև կարևոր բաղադրիչ էր միջին միջանցքը, որը տնտեսական եւ լոգիստիկ առումով կապում է նաև Չինաստան, Եվրոպա այդ ուղին եւ անցնում է Ղազախստանով, կամ եւս ճանապարհ կա, որը կառուցվում է Ուզբեկստան, Ղրղստան, Ուզբեկստան, Թուրքմենստանի ու ճանապարհով նաև, մի խոսքով Կենտրոնական Ասիայով երկու առանձին ուղիով եւ հետո արդեն հարավային Կովկասով Վրաստանով դեպի Ադրբեջան, Վրաստան դեպի Թուրքիա կամ Ադրբեջան, Հայաստան դեպի Թուրքիա, այդ թրիփը նկատի ունեմ այդ դեպքում կոնկրետ եւ ձևավորում է այդտեղ նաև մի քանի նոր լոգիստիկ շղթա։ Այս պայծրությամբ գոյություն ունի այստեղ, ինչպես գիտեք, երկար ժամանակվա հատվածում հենց Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ այդպիսի մատակարարման ուղիներ, այդ թվում կոնկրետ դա վերաբերվում է նաև գազի հարավային միջանցքին կոչվող այդ ծրագրին, այսինքն Բաքու, Թբիլիսի, Էրզրում գազատարին, Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթատարին եւ երկաթուղին նաև Բաքու-Թբիլիսի կարճ, որը կառուցվեց առհասարակ այդ բոլոր ենթակառուցվածքները նաև այդ տրամաբանության մեջ էին անվտանգային, տնտեսական եւ այստեղ մենք նաև տեսանք, որ արդեն 2021 թվականին, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Շուշիում ստորագրեց Ադրբեջանը եւ Թուրքիան հռչակագիր, որով ռազմավարական դաշնակցությունը ամրապնդեց Բաքուն եւ Անկարան, այդտեղ հետաքրքիր է, որ այդ փաստաթղթով փաստացի առաջի անգամ մենք տեսանք, որ Թուրքիան արդեն ձևավորեց այսպիսի ռազմական երաշխիքների օրակարգ, այսինքն սրանով տրամադրեց Ադրբեջանին փաստացի ՆԱՏՕ-ի 5-րդ կետին մոտ տրամաբանություն եւ ընդլայնեց իր անվտանգության գոտին, այսինքն հարձակումը Թուրքիայի վրա նշանակում է հարձակում Ադրբեջանի վրա, հարձակումը Ադրբեջանի վրա նշանակում է հարձակում նաև Թուրքիայի վրա։ Եվ դա արդեն ՆԱՏՕ-ի ձևաչափի օրակարգ է, այսինքն Թուրքիան ընդլայնվեց եւ իր ազդեցությունը քաղաքական ռազմական ընդլայնեց դեպի Ադրբեջան։
Եվ դա առաջի քայլն էր, որովհետև Ադրբեջանը հետո արդեն կապող այսպիսի օղակ է ստացվում Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ։ Այստեղ պետք է նաև նշել, որ Քալիբեր Ազին տված հարցազրույցում ղազախական քաղաքական վերլուծաբան Նուրլան Մունբայևը հայտարարում է, որ կոնկրետ թուրքական պետությունների կազմակերպությունը նպատակ ունի եւ օրակարգ ունի ձևավորել այսպիսի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ, որը պետք է դառնա հնարավորություն այս կազմակերպության ներքո, որ բնական աղետների ուղղությամբ փորձի փոխանակում եւ համատեղ վարժություններ տեղի ունենան, եւ Նուրլան Մունբայևը նշում է, որ այս ուղղությամբ դեռ ուրեմն մասնակցությունը այստեղ թուրքական պետությունների միությունից կարելի է ասել կամավոր է եւ առայժմ միայն խիստ մարդասիրական բովանդակություն ունի, բայց հենց ինքը ընդգծում է, որ աճող արտաքին վտանգների համատեքստում այսպիսի կառույցը նաև կարող է ունենալ եւ ռազմական բաղադրիչ, եւ սա մենք ձեր հետ միասին հիմա կքննարկենք, այսինքն արդեն սկսում է հնչալ այսպիսի ռազմական բաղադրիչի թեմա թուրքական պետությունների միության ներքո։ Կրգզական մասնագետ, վերլուծաբան Ումար Մուտալիևը նշում է, որ հաջորդ քայլը կարող է լինել համատեղ ռազմական կոորդինացում, ուրեմն անդամ պետությունների, թուրքական պետությունների կազմակերպության համատեղ այդպիսի նաև օրակարգ կոորդինացման եւ սա արդեն հետաքրքիր է, որովհետև բացահայտ արդեն խոսվում է, որ հումանիտար մարդասիրական այս հրդեհներին պատասխանող կառույցը շատ շուտով կարող է դառնալ լիարժեք, ուրեմն ռազմական համագործակցություն, որը անմիջապես Հայաստանի հետ կապ ունի, Հայաստանին պետք է մտահոգի եւ Հայաստանը պետք է լավ տեղեկացված լինի եւ այստեղից արդեն դուրս գալով կայացնի իր որոշումները եւ վարի քաղաքականություն։ Հիմա մենք ձեր հետ միասին մանրամասն կքննարկենք այս բոլոր հարցերը։ Միջև այդ անցնելը ուզում եմ հարգելի այրենակիցներ ձեզ կոչ անեմ, որ անպայման աջակցեք այս վերլուծությանը եւ ալիքին, դա շատ կարեւոր է, աջակցեք, կարող եք աջակցել հենց լայքելով այս վերլուծությունը, գրելով ձեր կարծիքը մեկնաբանություններում, նաև բաժանորդագրվելով, միանալով ալիքին եւ անդամակցելով ալիքին, դառնալ անդամ, առաջի մեկնաբանությունում նաև նշված կլինի այդ հղումը, որի միջոցով կարող եք հատկապես արևմուտքում ապրող մեր հայրենակիցները դառնալ ալիքի անդամ, ինչը շատ կարևոր է նաև, դուք նաև հավելյալ վերլուծություններ կստանաք դրա շնորհիվ։ Անցնում ենք բուն թեմային եւ շատ կարեւոր այստեղ հետաքրքիր ուրեմն թեմաներ կան, հարցեր կան քննարկելու։ Թուրքիան երկար ժամանակ է փորձում է օգտագործել երկկողմ հարաբերությունները այս պետությունների հետ, որ իր սեփական ռազմական նաև օրակարգ առաջ տանի։ Ղազախստանում արդեն սկսվել է անկա թուրքական ԱԹՍ-ների արտադրման գործընթաց, իսկ Ադրբեջանում նաև ձևավորվել են այսպիսի Բայրակտար TB2 ուրեմն ԱԹՍ-ների ոչ միայն ուրեմն մատակարարման եւ ապահովման կենտրոններ մի խոսքով, որոնք պատրաստ են խոսքին վերազինել, վերականգնել եւ այլն, ամբողջությամբ այդ ծառայությունը ապահովել հենց Ադրբեջանի տարածքում չգնալով Թուրքիա։ Հետաքրքիր է, որ կան տարբեր վերլուծություններ, որ Անկարան առաջ է մղում Թուրանի բանակ նախագիծը եւ փորձում է թուրքական պետությունների կազմակերպությունը դարձնել ըստ ռուսական աղբյուրների, այստեղ հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ի ասիական բաղադրիչի, այսինքն ռուսները ինչ որ առումով դրանով մտահոգված են, որովհետև տեսնում են, որ սա Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, երբ կառուցում է իր սեփական անվտանգության այստեղ համակարգը, ապա դա դառնում է ՆԱՏՕ-ի ասիական ճյուղը, այսպես ասած, եւ իրանք սրանով իհարկե մտահոգված են։ Իրանք տեսնում են, որ այստեղ ռազմական մասնագետների, ՆԱՏՕ-ի ստանդարտների, համատեղ նաև կապի եւ ուրիշ միջոցների մի շնորհիվ Թուրքիան ապահովում է երկար ժամկետով կոնկրետ այսպիսի ազդեցության գոտիներ նաև թուրքական պետությունների վրա։
Պետք է ասել, որ տեխնոլոգիական առումով համագործակցությունը նաև սրան ավելանում է համատեղ զորավարժություններ։ Առաջի անգամ տեսնում ենք նաև, որ պատմականորեն տեղի են ունեցել թուրքական պետությունների միության իհարկե հակատերորիստական ինչ-որ գործողություններ, բայց 2025 թվականին սկսեցին արդեն ավելի ընդլայնել այդ գործողությունները։ Լենտարուն ռուսական գրում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նպատակ ունեն թուրքական ՆԱՏՕ ստեղծեն, չնայած նրա, որ պաշտոնական հայտարարություններով կոնկրետ պետք է ասել, որ այդ թուրքական կազմակերպությունը, թուրքական պետությունների միությունը նպատակ չի դրել իր առջև, որ դառնա ռազմական կառույց։ Լենտարուն սա գրել է դեռ 2025 թվականի նոյեմբերի 28-ին, սրա մասին խոսել է, բայց նաև հետաքրքիր է, որ նախկին Թուրքիայի ատաշեն Յուդժել Կարայոզը հայտարարել է, որ համատեղ զորավարժությունները կարող են տարածաշրջանային անվտանգության համակարգ ձևավորեն եւ նույնիսկ այսպիսի բառ է օգտագործել տարածաշրջանային անվտանգության հովանոց, այսինքն թուրքական հովանոց այս թուրքական պետությունների համար, որը կարող է ըստ իրեն ապահովի այս պետությունում, այս կազմակերպությունում անվտանգությունը։ Կարևոր է նաև հիշեցնեմ ձեզ, որ թուրքական պետությունների միության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Գաբալայում, որը տեղի ունեցավ 2025 թվականի հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկեց, որ առաջի անգամ տեղի ունենա համատեղ ռազմական զորավարժություններ 2026 թվականին բոլոր պետությունների մասնակցությամբ, եւ ինքը հայտարարեց, որ թուրքական պետությունները պետք է ինչպես մեկ կենտրոն, ուժի կենտրոն իրենց դրսևորեն, հաշվի առնելով այս վտանգները, որոնք հիմա գոյություն ունեն։ Հիշում եք, հարգելի այրենակիցներ, մենք սրա մասին ձեր հետ միասին վերլուծություն ենք պատրաստել, որտեղ որ ես ասում եի, որ կային պետություններ եւ Ալիևն էր ավելի ճիշտ ասել, ես ուղղակի վերլուծում էի դա, ձեզ տեղյակ էի պահում, որ կան պետություններ, որոնք դեռ չեն համաձայնվել այդ զորավարժությունները, որ տեղի ունենան 2026, այսինքն այս տարվա ընթացքում, այդ առաջի թուրքական զորավարժությունները ակնհայտորեն խոսքեր գնում կենտրոնական Ասիայի պետությունների մասին, հիշում եք այդ ժամանակ ասում էինք, որ մեծ հավանականությամբ դա Ղազախստանը եւ Қырғызստանն են, որոնք ձեռնպահ են մնում այդպիսի մասնակցությունից, եւ փաստացի ասեմ ձեզ, որ դեռ նորություններ չկան այդ ուղղությամբ, այսինքն նոր ինչ-որ զարգացում, որ հաստատի, որ զորավարժությունները տեղի են ունենում կամ հերքի այդպիսի զորավարժությունների հավանականությունը դեռ չկա։ Պետք է այստեղ նաև հետաքրքիր է ասել, որ Մոդեռն Ազին հարցազրույց տված Արզու Նագիևը, ադրբեջանական խորհրդարանի անդամը, հայտարարել է, որ սա փափուկ ուժից պետք է այս կառույցը, թուրքական պետությունների կազմակերպությունը դարձնի անվտանգային նաև հնարավորություն, եւ ինքը ասում է, գուցե թուրքական բանակը դեռ ուրեմն այսպիսի վերլուծական զուտ անվանում է, Թուրքիան փորձում է գործնային առումով օգնել այս պետություններին զարգացնել իրենց ռազմական հնարավորությունները։ Մասնագետները նաև Aze News մեդիայի համար նշում են, որ 2022 թվականի Սամարկանդում տեղի ունեցած ուրեմն գագաթնաժողովի ժամանակ թուրքական պետությունների միության անվտանգային եւ ռազմական հարցերը դարել են նաև այդ կազմակերպության օրակարգում եւ 2025 թվականին արդեն քննարկվում էր պայմանագիր ռազմավարական գործընկերության, ընդմիշտ ընկերության եւ եղբայրության մասին, որը պետք է նաև պետք է իրանք ներառեին այսպիսի նոր տրամաբանություն, թուրքական պետությունների կազմակերպություն պլյուս, այսինքն այդ կազմակերպությունը եւ պլյուս ուրիշ գործընկերներ, այդ թվում ինչ որ նաև կոնկրետ պետություններ, որոնք կարող են համագործակցել այդ կառույցի հետ։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ ռազմական ուրեմն արդյունաբերության ուղղությամբ նաև կա ակտիվորեն համագործակցություն։ Ադրբեջանական պարբերական Կասպյան պոստի տեղեկատվությամբ թուրքական բանակները այս պետությունների զարգացնում են սեփական արտադրության հնարավորությունները։ Թուրքիան իհարկե ունի առաջատար այսպիսի
դիրքեր ATS-ների արտադրության, REP համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգների եւ կառավարվող նաեւ այսպիսի ռումբերի ուղղությամբ Ղազախստանը աճեցնում է իր հնարավորությունը զրահամեքենաների արտադրության, Ուզբեկստանը նաեւ փորձում է ռազմական հնարավորությունները զարգացնել։ 2025 թվականի հուլիսին Ստամբուլում տեղի ունեցած առաջի համատեղ հանդիպման ընթացքում թուրքական պետությունների կազմակերպության ներքո ռազմական արտադրությունների ղեկավարների այդ հանդիպումը նաև բերեց նրան, որ ձևավորվել է այսպիսի հարթակ, որը կոորդինացնում է համատեղ արտադրությունը եւ համատեղ գնումները նաև զինված տեխնիկայի։ Այսինքն արեք սա հիմա կոնկրետ ընդգծենք, որ Թուրքիան փորձում է իր սեփական ռազմաարդյունաբերական ուղղությունը ընդլայնել Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների վրա, երկարատև ժամկետով ինտեգրացնելով այդ պետությունների զինված ուժերը, այսինքն Ադրբեջանի արդեն է արել եւ մենք դրա հետ փաստացի ունեինք խնդիր հենց եւ պատերազմը կարելի ասել արդեն շատերը որ ասում են որ Թուրքիայի հետ էր պատերազմը, Թուրքիայի հետ չէր, թուրքական տեխնոլոգիաների հետ էր պատերազմը եւ Թուրքիան օգնել է, մատակարարել է, ինտեգրել է ադրբեջանական բանակը իր ստանդարտներին էր բարձրացրել, իր նաեւ հմտություններին, իր կառավարման համակարգին եւ այլն, եւ դրա շնորհիվ կարողացել էր հենց բերել նրան, որ մենք արդեն թուրքական բանակի ձևաչափի հետ ենք առճակատվել։ Հիմա Թուրքիան փորձում է ընդլայնել այդ թուրքական բանակի ուրեմն նույն տրամաբանությունը դեպի Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Ղրղըզստան, ինչը նաեւ շատ կարեւոր եւ հետաքրքիր է։ Բացի դրանից, նաև հետաքրքիր մեկ հոդված կա, որը մեկ ամիս առաջ է դուրս եկել, հիմա փետրվարին, եւ այդտեղ Ատիլա Գյոկխուն Դայօղլուն ասում է, որ ուրեմն դեռ լուրջ խոսել Թուրանի կամ իսլամական բանակի մասին դեռ շուտ է, վաղ է դրա մասին խոսելը։ Այս պայծրությամբ ՆԱՏՕ-ն է միայն այդպիսի անվտանգության գոտին, որ եւ այս պայծրությամբ ոչ թուրքական բանակը, ոչ թուրանական բանակը, այսինքն ոչ իսլամական դաշինքը այդ օրակարգը չունեն։ Թուրքական ճանապարհը ընդհանուր առումով այս պայծրությամբ ինքը պատկերացնում է ինչպես ոչ թե համատեղ փաստաթուղթ պաշտպանության, այլ համատեղ ուղղակի զարգացում, ընդլայնում հարաբերությունների եւ խորացում, այսինքն դեռ շատ առաջի փուլում են այս հարաբերությունների խորացման եւ դեռ կարելի ասել առաջի անգամ էր, որ նոր նշեցի 2025 թվականին այդպիսի հանդիպում տեղի ունեցավ ռազմաարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Իհարկե պետք է ասել, որ իսլամական այդպիսի ըստ իրենց ճակատը էլ ավելի քիչ հավանականություն ունի, որովհետև անդամ պետությունները էլ ավելի տարբերվում են իրենց մոտեցումներով, այսինքն թյուրքական բանակը, թյուրքական ՆԱՏՕ-ն ավելի հավանական է, քան իսլամական ՆԱՏՕ-ն, որովհետև այդտեղ ավելի են տարբերվում շահերը, բայց չնայած դրա հիշում եք, որ Սաուդյան Արաբիան, Պակիստանը եւ Թուրքիան դեռ չի միացել, բայց Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը փորձում են այդպիսի ճակատներում թուրքական ՆԱՏՕ ուրեմն ձևաչափ զարգացնել։ Խոսել ենք դրա մասին ձեր հետ միասին, կա այդ վերլուծությունը ալիքում։ Կարևորը ինչն է հիմա, որ օրերս փաստացի Ղազախական խորհրդարանը վավերացրեց համաձայնությունը ընդհանուր համատեղ քաղաքացիական պաշտպանության մասին թուրքական պետությունների կազմակերպության ներքո եւ վավերացնելով այդ փաստաթուղթը փաստացի արդեն Ղազախստանը միացավ այդ օրակարգին։ Նուրլան Մումբաևը ասում է, որ սա բերում է համատեղ ռիսկերի կառավարման, համատեղ նաեւ տարբեր ստանդարտների զորավարժությունների հենց փրկարարական այսպիսի գործողությունների համար, նաեւ այստեղ որոշումներ կայացվում են բոլորի ձայնով եւ մասնակցությունը ըստ ցանկությունի, այսինքն սա դեռ շատ մեղմ ինտեգրման գործընթաց է։ Ղրղզական նաեւ վերլուծաբանը ասում է, որ Ումար Մուտալիևը, որ սա ապագայում կարող է ավելի ռազմական դառնալ։ Հետաքրքիր է, որ մենք տեսել ենք նաեւ ձեր հետ միասին նախկինում տարբեր
ձևաչափի ռազմական համագործակցություն, այսինքն մենք տեսել ենք Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան զորավարժություններ, մենք տեսել ենք Ադրբեջան, Թուրքիա, Ուզբեկստան զորավարժություններ, մենք տեսել ենք տարածաշրջանային զորավարժություններ Բիրլեստիկ 2024 Ղազախստանում, Թարլան 2025 եւ այդ ամենը նաև խոսում է ակտիվորեն համագործակցության մասին հենց ռազմական առումով։ Տեղի կունենա թե ոչ 2026 թվականին առաջի ընդհանուր զորավարժությունները ռազմական թուրքական պետությունների կազմակերպության ներքո դա դեռ չգիտենք, բայց կարող ենք ասել, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2025 թվականին համատեղ զորավարժությունները առհասարակ հասել են մինչև 25 թիվ, այսինքն 25 զորավարժություն, ինչը շատ մեծ նաև ցուցանիշ է։ Ղազախստանը ունի տարածաշրջանում մեծ հնարավորությունները ռազմական, Ուզբեկստանը ունի ավելի մեծ մոբիլիզացման հնարավորություններ, հաշվի առնելով իր բնակչության շատ մեծ քանակը, եւ պետք է ասել, որ Ուզբեկստանը հապկում չի գտնվում, Ղազախստանը գտնվում է հապկում, դա իրան շատ առումով խանգարում է։ Ղրղստանը նպատակ ունի ավելի սահմանային անվտանգության ապահովության ուղղությամբ աշխատի, հաշվի առնելով իր նաև վտանգները։ Թուրքմենստանը իհարկե չեզոք նեյտրալ պետություն է եւ Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն այդ երկուսի վրա հույս դնելը ավելի բարդ կլիներ։ Իհարկե, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի կողմից այդպիսի հզորացումը թյուրքական ռազմաքաղաքական այստեղ դաշինքի ընկալվում է ինչպես հնարավոր սպառնալիք կամ վտանգ։ Ռուսական մասնագետները խոսում են նրա մասին, որ թուրքական միասնությունը եվրասիական այս տարածքում կարող է բերել նրան, որ իրանք կարող են պահանջել Ռուսաստանի տարածքում գտնվող թուրքական հանրապետությունների անջատում։ Չինաստանը մտահոգված է նաև իր Սինձյանի շրջանի, որտեղ որ թուրքեր են բնակվում, ապակայունացման հնարավորությունից եւ նույն գործընթացները վերաբերվում են Իրանին, որտեղ որ իր հյուսիս-արևմտյան հատվածում սահմանի կա մեծ 15-20 միլիոնական մոտավորապես թյուրքական բնակչություն, գիտեք, դրա մասին խոսել ենք, այդպես կոչված հարավային Ադրբեջանի թեզը, որը ծավալում է ակտիվորեն Բաքուն։ Արևմուտքում իհարկե այս հնարավորությունները դիտարկում են մտահոգությունով, նաև պետք է հաշվի առնել, որ Իսրայելը գնահատում է Թուրքիային ինչպես երկրորդ վտանգ, հայտարարում է նաև, որ Թուրքիան նոր Իրան է եւ թուրքական վտանգը իրանք շատ լավ տեսնում են Սիրիայում, Կիպրոսի ուղղությունով, արևելյան միջերկրական ծովում եւ այլն, բայց մյուս կողմից հասկանում են, որ կանխել այս գործընթացները անհնար է եւ Թուրքիան ինչ որ առումով կարող է նվազեցնել Կենտրոնական Ասիայում ռուսական եւ չինական ազդեցությունը։ Իհարկե, թուրքական կազմակերպության այս պետությունների կազմակերպության մեջ նաև ներսում կան տարբեր մոտեցումներ։ Թուրքմենստանը չեզոք դիրքորոշում ունի, Հունգարիան փորձում է իր ինքնուրույն քաղաքականությունը, կներեք, Ուզբեկստանը ինքնուրույն քաղաքականությունը վարի, Հունգարիան ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության անդամ է եւ այդքան էլ թուրքական պետություն չի իրականում, այսինքն մոտեցումները տարբերվում են եւ բուն Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումներն էլ են տարբերվում։ Թուրքիան հակաիսրայելական է, Ադրբեջանը շատ պրո-իսրայելական է եւ գիտեք այդ մեծ տարբերությունը իրենց միջև։ 2026 թվականի մարտի 11-ին, 2 օր առաջ, պատվիրակությունը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի գնդապետ, ուրեմն Մետին Տոկելի մասնակցությամբ այց տեղի ունեցավ դեպի Նախիջևան եւ Անադոլու աջանսի տեղեկատվությամբ Տոկելը այցելել է ադրբեջանական զինված ուժերի հրամանատարություն եւ ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին տրամադրել ցանկացած ռազմական օգնություն Շուշիի հռչակագրով նախատեսված եւ որ ռազմավարական գործընկերությունը Անկարայի եւ Բաքվի միջև ունի շատ ամուր հիմք եւ խոսվել է նաեւ համատեղ զորավարժությունների մասին։ Հիշեցնեմ, որ սա ի պատասխան է այն գործողությունների, որոնք տեղի են ունեցել
Նախիջևանում, երբ 4 ԱԹՍ հարվածել է Նախիջևանի հատվածին, թե դա արվել է Իրանի կողմից, թե դա Իրանի կողմից չի արվել, այդ հարցը հիշում եք, օրակարգում էր, ոչ մեկ հստակ չգիտի, բայց ամեն դեպքում գիտեք, որ մեղադրվում է այդ ուղղությամբ հենց Իրանը, ինչպես դրա հետևում կանգնած պետություն։ Մինվալ ազի, մինվալ պոլիտիկայի ուրեմն պարբերականը նաև նշում է, որ այս Թուրքիայի ուրեմն այս կարևոր այցը, որը Թուրքիայից տեղի ունեցավ դեպի Նախիջևան, թուրքական պատվիրակության այցը տեղի է ունենում հենց Նախիջևանի ուղղությամբ հարվածի հետևանքով եւ այդտեղ ընդգծումը Շուշիի հռչակագրի վրա նաեւ կտրուկ այդպիսի պետք է մեսեջ լինի դեպի Իրանին, որ որևէ ուրեմն հարձակումներ չարվեն այդ ուղղությամբ, այսինքն անվտանգության ինչ որ նաեւ ապահովություն է։ Այդ հոդվածի նաեւ մեջ հետաքրքիր է, որ հեղինակը գրում է այսպիսի բան, որ վերջերս Նախիջևանի ավտոնոմ հանրապետության սահմանադրության մեջ մտել են փոփոխություններ, որոնք հանել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումը եւ հիմա հիմքը անվտանգության արդեն Նախիջևանի դարել է միայն Շուշիի հռչակագիրը, որը ստորագրված է 2021 թվականին եւ որը դարձրել է Ադրբեջանի եւ Թուրքիային փաստացի ռազմական դաշնակիցներ։ Գեներալ Տոկելի այցը եւ Շուշիի հռչակագրի վրա հղումը նաեւ իհարկե հստակ մեսեջ է Իրանին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հնարավոր է, որ նաև միասնական օրակարգով գործեն այստեղ եւ ռազմական ինչ-որ համատեղ գործողություններ վարեն, ինչի վտանգի մասին ես ձեր հետ խոսել եմ, եւ դա հնարավոր է, այսինքն դա նաև հիմա տեսեք, դա այսպես ավելի լիարժեք է դարձնում մեր ձեր հետ միասին քննարկումները եւ պատկերացումները առհասարակ տարածաշրջանում ձևավորվող եւ զարգացող հարաբերությունների մասին։ Եվ ամփոփելով, հարգելի հայրենակիցներ, ասեմ, որ թուրքական պետությունների կազմակերպությունը այս պայծրությամբ իհարկե լիարժեք ռազմական կառույց չէ, բայց ակնհայտ է, որ փորձում է մշակութային եւ տնտեսական կապերից շարժվել դեպի ռազմավարական անվտանգության ինչ-որ այսպիսի հարթակ։ Թուրքիան է փորձում իհարկե առաջատար դերը այդտեղ խաղալ եւ շատ մեղմ է Թուրքիան դա անում, այնպես որ պետությունները ինքները ցանկություն ունենան այդ ուղղությամբ շարժվել, այլ ոչ թե ինչպես Ռուսաստանը հաճախ, որ փորձում է ստիպել պետություններին, որ իրենց ազդեցության գոտի դառնան։ Եվ մենք տեսնում ենք այստեղ ինստիտուցիոնալ զարգացումը, դա համատեղ կոորդինացման համակարգներ ձևավորելու եւ համատեղ զորավարժությունների ուղղությունն է, տեսնում ենք քաղաքական նաև նպատակը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց դա անում են եւ փորձում են հիմա երկուսով ներքաշել Կենտրոնական Ասիային, տեսնում ենք նաև արտաքին խաղացողների արձագանքները սրա վրա եւ իհարկե սա ամեն ինչ պետք է նաև դիտարկենք այստեղ լոգիստիկ կապերի տնտեսական ուղիների առումով։ Եվ պետք է ասել, որ իհարկե Հայաստանը շատ մեծ այստեղից դասեր պետք է քաղի իր համար եւ հասկանա, որ մեր համար վտանգները շատ լուրջ են, այսինքն խոսք է գնում շատ մեծ կառույցի մասին, հսկայական տարածքի, գաղափարների, զինված ուժերի եւ այլն, եւ բարելավել հարաբերությունները թուրքական պետությունների հետ, դա մեկ կոնկրետ հնարավորություն է նվազեցնել սպառնալիքները հայկական պետության հանդեպ, երկրորդը լինել փող այսպիսի շահավետ գործընկերություն ունենալ խոսքին թրիփի ծրագրի միջոցով դա կարա լինի օգտակար նրա փոխարեն որ առճակատման մեջ լինենք այս ուրեմն կառույցի հետ Ադրբեջանի հետ խաղաղությունը Թուրքիայի հետ նորմալիզացիան Ղազախստանի հետ ռազմավարական հարաբերությունները օգնում են մեզ այս կառույցում նաև ինչ որ դրական դինամիկա ձևավորել, բայց իհարկե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ել ավելի զարգացումը, ամրապնդումը այլ ընտրանք չունի եւ պետք է տեղի ունենա հենց ամենաթարմ, ամենաբարձր տեխնոլոգիական հնարավորություններով, որ Հայաստանը կարողանա ամեն դեպքում պատրաստ լինի լրջագույն մարտահրավերների համար, այդ թվում թուրքական պետությունների միության կողմից եթե այս կառույցը, այդ թվում ներառյալ կառույցի կոնկրետ խոսքին անդամ Ադրբեջանը շարունակի որևէ Հայաստանի հանդեպ ուրեմն
այսպիսի ագրեսիվ քաղաքականություն վարի, ամեն դեպքում այս պայծրությամբ հակառակը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դեպի խաղաղություն են գնում, դրական են եւ ես իհարկե գոհ եմ, որ մենք կարողանում ենք ուրեմն բալանսավորել այս իրավիճակը եւ գտնել այն ձևաչափերը, որով կարող ենք Հայաստանի անվտանգությունը ապահովել այս շատ բարդ, ինչպես հասկանում եք, իրավիճակում։ Հարգելի այնիկիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, չենք մոռանում անպայման լայքել այս վերլուծությունը, կհանդիպենք, ցտեսություն։